Ուզում եմ Արթուրիս առաջ պես տեսնել։ 3 ամիս առաջ 13-ամյա Արթուրի մայրն ընդամենը մեկ երազանք ուներ։ Ուզում էր, որ տղան վիրահատվի, առողջանա եւ հնարավորինս շուտ նախկին կյանք վերադառնա։ Այսօր Արթուրն արդեն անկողնում գանված չէ, բարի եւ սրտացավ մարդկանց աջակցության շնորհիվ վիրահատվել եւ ապաքինման ճանապարհին է։ Պահը գալիս է մեկ վախ կա, որ չեն օգնի, մարդիկ չարացած են, բայց այս դեպքից հետո ես կարծիքս փոխել եմ բոլորի մասին։ Մինչև այսօր էլ փոխանցում անում եմ։ 1 տարի առաջ Ասրյանների ընտանիքում ողբերգություն տեղի ունեցավ։ Նկարահանումից շաբաթներ անց ընտանիքի հայրը Գևորգը երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացավ, անկատար թողնելով ավագ դստեր երազանքը։ Երազել եմ իմ սենյակ ունենամ, ռոզվի գույնի։ Շատ կարճ ժամանակահատվածում հարյուրավոր անծանոթ մարդիկ համախմբվեցին։ Նրանց փոխանցումների շնորհիվ Էլմիրայի երազանքն իրականացավ։ Կատարվել եմ երազանքը, ունեմ իմ ռոզվի սենյակը, կուզեի պապան մեր հետ լինել, երբ որ պապեն կարոտում եմ, մաման նկարի։ Շատ շնորհակալ եմ Բարերար ԿՏՄ-ից, բարի մարդկանցից, որ օգնել են։ 1 տարի առաջ գործարկվեց Բարերար ԿՏՄ կայքն ու հավելվածը։ Վարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամը նպատակ դրեց օգնել սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին, հնարավորություն տալով մեր շուրջն ապրող մարդկանց ևս առանց միջնորդի մասնակից դառնալ այս բարի գործին։ Երազանքն եմ թեկուզ մի հատ դոմիկ։ Վագոն տնակից վագոն տնակ, վարձով տնից տուն։ Հեղնարը ամուսնալուծվելուց հետո 2 երեխաների հետ օթևանել է Ուրպատահի։ Մանկատան նախկին սանը երազանք ուներ ունենալ թեկուզ փոքր բնակարան, որտեղ կկարողանար ստեղծել իր ջերմ անկյունը։ Բարի մարդկանց շնորհիվ տուն ունենալու Հեղնարի երազանքը իրականություն դարձավ։ Ես կյանքում չէի հավատա, որ ես կյանքում տուն կունենամ։ Ես որ կունենամ իմ 4 անկյունը։ Ամուսնու մահից հետո Հռիփսիմեն ստիպված էր միայնակ մեծացնել որդիներին։ Արդեն գոյություն ունեցող խնդիրներին գումարվել էր եւս մեկը, ինչպես են վճարելու ամսական 90,000 տան վարձը։ 2 օր առաջ էլ նորից տանտերը զանգեց վարձից ուզեց, ասեցի, որ չեմ կարող վճարել։ Տունը, որտեղ վարձով ապրում էր ընտանիքը, բարի մարդկանց շնորհիվ արդեն նրանց սեփականությունն է։ Երեխաները չեն հավատում մինչև առեսօր, որ մեր դուրը չեն ծեծի մեզանից գումար չեն ուզի։ Շատ եմ ուրախացել, որ այս տունը արդեն մերն է։ Ամիսներ առաջ Կիրակոսյանների ընտանիքն ապրում էր կողքի գտնվող այս վագոն տնակներից մեկում եւ երազում տնակների օգնությամբ բնակելի տուն կառուցելու մասին։ Այս 2 դոմիկն է, մեկը նվիրատվություն են արել, մեկը մենք ենք գնել, ուզում ենք կպցնել միասին իրար։ Բարերար ԿՏՄ-ը փոխեց նաեւ այս ընտանիքի ճակատագիրը։ Տնակները միացրեցին, քարե շերտով պատեցին, տանիք կառուցեցին։ Չենք սպասում էլի, որ այդպես արձագանք կլինի, շատ բարի մարդիկ կլինեն, որ միանգամից այսպես ոտքի կկանգնենք։ Ես ուզում եմ աշխատեմ, ինձ ցուլիկ առնեմ։ Վագոն տնակում ապրող Սարգսի ընտանիքը ոչ թե մեկ, այլ միանգամից 6 ցուլիկ ունի արդեն։ Կերակրում եւ խնամում են ինչպես հարկն է։ Ընտանիքը ցուլիկների հետ կապված մեծ նպատակներ ունի։ Մտադիր են ձմռանը կենդանիներին վաճառել եւ տուն կառուցել։ Զանգել են, ասել են, դա Ելենան, ասում եմ այո, այդ 100 դրամը ես փոխանցում եմ ձեզի, ձեր ընտանիքին, իրենք շնորհակալ եմ, իրանք իրանց 100 դրամն էլ ներդրել են իմ երեխեքի համար։ Սրանք մի քանի տասնյակ հաջողված պատմություններից մի քանիսն են միայն։ 1 տարվա ընթացքում Բարերար ԿՏՄ-ի շնորհիվ օգնության կարիք ունեցող 52 ընտանիքների կողքին կանգնեցին հազարավոր մարդիկ, այդ թվում ճանաչված ու սիրված արտիստներ, որոնք իրենց աջակցության շնորհիվ լուսավորեցին եւ փոխեցին տվյալ ընտանիքների կյանքը։ Ես ուզում եմ, որ այս իմ գալը օրինակ լինի իմ ընկերների, գոլեգաների համար։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար։ Կարևոր չէ գրպանի մեծությունը, կարևորը մարդու սրտի մեծությունն է։ Այդքան բան։